հետո որ ալբոման պատասխան։ Տեսեք, ես կոչի դրվագին եմ փորձում երկու խոսքով անդրադառնալ։ Ժամանակը որ ուրեմն տեսեք, կոչի դրվագին հակիրճ անդրադառնամ, որովհետև դրա շրջանակներում 3 կատարվել են նաև որոշակի գործողություններ, որոնք ինքնին շատ հետաքրքրաժամ են։ Ինչպես գիտենք, Սամվել Կարապետյանը շուրջ 5 ամիս կալանքի տակ էր գտնվում բացառապես կոչի դրվագով փաստված հիմնավոր կասկածի շրջանակներում։ Ու այդ 5 ամսվա ընթացքում մենք նախաքննական մարմնի նաև դատարաններին ներկայացրել ենք ուրեմն փորձագիտական կարծիքներ, այսինքն հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող լեզվաբանության բնագավառում անձանց կարծիքներ, որոնք փորձագիտական մակարդակով վերլուծել են Սամվել Կարապետյանի խոսքը ելույթների ժամանակ հնչեցված, նաև հոգեբաններին ենք դիմել, հոգեբանական բնագավառի փորձագետներ, իրանք էլ վերլուծել են ժեստիկուլյացիա, միմիկա եւ այլն եւ այլն։ Եվ փորձագետները միանշանակ պնդում էին, որ այդտեղ նախ կոչ չկա, առավել եւս բռնության կոչ չկա, ընդ որում այս երկու հատկանիշները պետք է պարտադիր առկա լինեն, որ կարողանային Սամվել Կարապետյանին ոչ միայն կալանավորեն, այլ նաև նախապես քրեական հետապնդում հարուցեն։ Հիմա զարգացումներն եմ ձեզ դրա հետ կապված տեղեկացնում, 3 խուզարկություն է կատարվում փորձագետներից հոգեբանական լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի բնակարանում։ Եվ զարմանալին նա է, որ դատարանը սանկցիավորել է նման միջնորդությունը, իսկ թեման հետևյալն է, եթե մինչև այս վերջի 5 ամսվա ընթացքում այս ապացույցները կարծես թե ըստ վարորդի հանրային մասնակիցների ապացույցի կարգավիճակ չունեն, որովհետև այնտեղ պետք է լինի փորձագետի եզրակացություն, կարծիքը դրան փոխարինող չի, իհարկե ինչը հակադրվում է գործող քրեական դատավարության կարգավորումներին, 5-րդ ամսվա ընթացքում բնակարանի խուզարկություն ու վարկածը հետևյալն է, որ այ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմաց Ռուբեն Հակոբյանին մյուս 2 փորձագետների տվյալները դուք եք տվել, հարգելի փորձագետ, բացի այդ կանխորոշել եք այն մյուս հայտնի լեզվաբանների տված փորձագիտական կարծիքները։ Ինչ ասենք, եթե այս վիճակն է 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու կոնկրետ արդեն փորձագետների բնակարաններն է խուզարկում, այստեղ առանձնապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը կարծում եմ շատ դժվար է։ Ջանասիրության մասով ես նաև ասեմ, սա նույնպես տեղավորում է այդ համատեքստում 53 անդամից բաղկացած քննչական խումբ, պատկերացրեք այս դահլիճում, որ հավաքվել են երևի 25 հոգի չլինենք ընդհանուր։ Այսինքն 2 անգամ ավել մասնագիտացված պրոֆեսիոնալ քննիչներ եւ 5 ամիս նախաքննություն են իրականացնում։ Եթե մոտավորապես պատկերացնենք, որ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր քննիչ գոնե մի հոգի կամ 2 հոգի պետք է հարցաքննած լինի, շաբաթվա կտրվածքով եմ ասում, այս գործով, այս գործի շրջանակներում երևակայի հարցաքննված անձանց շրջանակը շուրջ մի 15 անձ է, 16 անձ, ոչ ավել։ Ընդ որում, այդտեղ նաև ընտրողաբար մոտեցում կա, այն անձանց, ովքեր ըստ մեղադրանքի ունեն առանցքային դերակատարություն, այս չգիտեմ, սխեմաներ են հանցավոր հողերի լվացման հետ կապված, բարդ սխեմաներ են, սովորական մահկանացուներս մենք նաև չենք կարողանում հասկանալ դրա այդ, չգիտեմ, պատճառահետևանքային կապը, եզրահանգումների տրամաբանությունը, բայց խնդիրը Ես մի հատ միտքը, բայց շարունակեմ էլի։ Գործընկերներ, մի հատ հանգամանք էլի նշեմ։ Պարոն Վարդանյանը ընդգծեց 53 քննչական խումբ, 53 քննիչներից բաղկացած քննչական խումբ, որը մինչ օրս դեռ քննություն է անում։ Այո, արդեն հասել են մեր կողմից ներկայացրած փորձագետների
բնակարաններ խուզարկելուն։ Ես բազմաթիվ անգամներ, բազմաթիվ գործերով, որ մասնակցություն ունեցել եմ որպես պաշտպան, լսել եմ հակադարձումներ, այն մասին, թե գործը ձգձգվում է, դանդաղ է շարժվում եւ այլն։ Հիմա ուղիղ հարց ունենք։ Գործը ինչի է այսքան ձգձգվում։ Ինչի է մինչ այս պահ դեռ նախաքննական գաղտնիքի ռեժիմը գործում։ Ինչ որ բանից վախենում են մեր գործընկերները։ Ինչ որ հանգամանք կա, որ վախեցնում է։ Ինչի է ձգձգվում այսքան 53 քննիչների ֆանտաստիկ աշխատանքը, որը արդյունք չունի։ Իսկն լուրջ 177 օր 53 քննիչները կներեք ինչով են զբաղված։ Ինչի եք ձգձգում։ Բա գործը ուղարկեք դատարան կամ ավարտեք կամ գոնե նախաքննական գաղտնիքը վերացրեք։ Որ օրինակ բոլորս իմանանք։ Այսինքն այստեղ մենք գիտենք, բոլորը ասելով ձեզի նկատի ունեմ գործընկերներ եւ մեր հանրությանը, թե ինչ ենք մենք տեսնում այսքան օրերի ընթացքում, այսքան ամիսների ընթացքում։ Ես ջանասիրության հետ դրա հետ կապված է խոսում, հատկից թելը կտրվեց։ Ուրեմն ջանասիրության առումով տեսեք, պաշտպանական կողմը միջնորդում է հարցաքննել այն առանցքային անձանց, ովքեր ենթադրաբար քննվող դեպքի վերաբերյալ կարող են տալ ապացուցողական արժեք ներկայացնող փաստական տվյալներ։ Մերժվում են բոլոր միջնորդությունները, պատասխանը հետևյալն է. ես եմ քննիչը, ես եմ որոշում, թե տվյալ անձին երբ քննեմ, իսկ դատական նիստերի ընթացքում քննիչի դիրքորոշումը, չգիտեմ, տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որ ասում է, թե որ այս մարդուն հարցաքննեմ, ասում է հիմնավոր կասկածը հերքով փաստական տվյալները հայտնեմ, ես էլ ուր եմ իրան հարցաքննում։ Բայց ինքը հետո կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել կամայականության կամ իր պաշտոնական տեսականորեն նկատի ունեմ։ Հիմիկվա իրականությունում դժվար, բայց տեսականորեն եւ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու եւ ապօրինի կալանավորելու համար կան համապատասխան քրեական օրենսգրքում գործող քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, քրեական օրենսգրքում էլ միշտ եղել է դա, միշտ է եղել, բայց քանի որ մենք այս գործի հետ կապված գիտենք, որ ունի ակնհայտ քաղաքական ուղղորդման էլեմենտ, բաղադրիչ, այս իրավիճակում, այս պայմաններում դրա մասին ինձ թվում է խոսելը զուր է եւ նման հարց բարձրացնելու տրամաբանություն էլ չկա։ Ես մի բան հարցնեմ, էլի կներեք, այդ խոզարկության հետ կապված փորձագետներ Անցնենք հարցերին, այսինքն կարճ եթե թույլ տաք մեր գործընկերն է մի շեշտադրում կատարի։ Իմ գործընկերները